Անդամալույցի բժշկությունից անմիջապես հետո Ղուկաս ավետարանիչը մեզ պատմում է այն մասին, որ Հիսուս դուրս է գալիս տնից, որտեղ որ երթիկը բացելով ընկերները անդամալույց իրենց բարեկամին բերել էին բժշկության համար։ Ղուկասն ասում է 27-րդ համարից սկսած 5-րդ գլխի, ասում է, որ այնտեղից դուրս գալով Հիսուս տեսավ մի մաքսավորի, որի անունը Ղևի էր, եւ որը մաքսատանը նստած էր գործի վրա։ Եվ ապա Հիսուս դառնում է ու ասում է այս մաքսավորին. իմ հետևից արի։ Եվ ավետարանիչն ասում է, որ մաքսավորը ամեն բան թողնելով վեր կացավ ու գնաց նրա հետևից։ Ապա շեշտում է Ղուկասը, կարծես ավելի նկարագրությունը ընդհարցակելով, ասում է, որ Հիսուսի պատվին նրա համար, Հիսուսի համար մեծ ընդունելություն արեց այս մաքսավորը իր տանը, մեծ ճաշկերույթ կազմակերպեց, որին մասնակցում էին մեծ թվով, երկու անգամ էլ Ղուկասը մեծ բառը հատուկ շեշտադրում է, մեծ թվով մաքսավորներ եւ ուրիշներ եւս մասնակցում էին։ Հետաքրքիր է, այստեղ Ղուկասը ասում է ուրիշներ եւս, բայց քիչ հետո փարիսեցիների եւ օրենսգետների բերանով այս ուրիշները դառնալու են մեղավորներ, մաքսավորներ եւ մեղավորներ։ Ուրեմն Ղուկասն ասում է, որ մեծ թվով մարդիկ էին մասնակցում, մաքսավորներ եւ այլ անձինք, այլ հրավիրյալներ։ Եվ ապա նկարագրում է փարիսեցիներին եւ օրենսգետներին, որոնք որ տրտնջում էին Հիսուսի դեմ եւ նրա աշակերտների մոտ խոսում, ուղղակիորեն Հիսուսին չեն ասում, այլ աշակերտների մոտ տրտնջում են Հիսուսից եւ ասում, թե ինչու եք ուտում եւ խմում մաքսավորների ու մեղավորների հետ։ Եվ այս հարցին, որ ուղղակիորեն Հիսուսին չէր ուղված, հավանաբար չէին խիզախում կամ պարզապես աշակերտներն էին այդ պահին իրենց առջև նրանց հետ էին խոսում, Հիսուս ինքն է պատասխանում եւ ասում է առողջներին բժիշկներ կամ բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին։ Եվ ես չեկա արդարներին կանչելու, այլ մեղավորներին ապաշխարության, կանչելու ապաշխարության համար։ Դրվագը, որ մեզ է ներկայացվում, հետագայում եկեղեցու հայրերի կողմից վերնագրվել է Ղևիի կոչումը, որովհետև նախորդիվ գիտենք, խոսել ենք այս մասին, դեռևս Մարկոսի ավետարանի մեր հաղորդաշարի մեջ, որ ավետարանը գլուխների բաժանված չի եղել, ամբողջական տեքստով է գրված եղել, եւ ոչ միայն գլուխների բաժանված չի եղել, համարների էլ բաժանված չի եղել եւ վերտառություններ, ենթավերնագրեր եւս չի ունեցել։ Սրանք բոլորը հետագա շրջանի, ուրեմն գործողություններ են, որոնք արվել են, որպեսզի տեքստը ավելի հեշտ կարողանանք ընկալել, հիշել, մտապահել եւ փոխանցել ուրիշներին եւ գտնել անհրաժեշտ հատվածը։ Հակառակ դեպքում կարող եք պատկերացնել մի ամբողջ, ուրեմն փաթեթ կամ փաթույթ պարույր տեքստի մագաղաթի վրա գրված, որը ոչ մի բացատ չունի, բացարկ չունի, ոչ մի նոր տող չունի, ամբողջական տեքստ է։ Ինչևէ, Ղուկասը մեզ ներկայացնում է մի դրվագ, որ առաջին հայացքից թվում է ինչ մի էական իրադարձություն է։ Կանչեց մաքսավորին եւ սա հետ եկավ, թողեց իր անելիքը եւ գնաց Տեր Հիսուս Քրիստոսի հետևից։ Բայց մի պահ, երբ որ պատկերացնում ենք, որ այս մաքսավորը նույն Մատթեոս ավետարանիչն է, պատկերը ավելի գունազարդ է դառնում, որովհետև այս մասին Մարկոսը կամ Ղուկասը չէ, որ պատմել են մեզ, այս մասին Մատթեոսը ինքն է անձամբ պատմում։ Մատթեոսի ավետարանի մեջ 9-րդ գլխի 9-ից 13-րդ համարներում ենք այս հատվածը գտնում, եւ այնտեղ Ղևի չի ասվում, այլ ուղղակիորեն Մատթեոս բառն է օգտագործվում։ Ղևին եւ Մատթեոսը, սրանք երկուսն էլ եբրայական ծագում ունեցող անուններ են։ Ղևին բացառապես եբրայական ծագում ունի եւ առաջին անգամ Սուրբ գրքում մենք Ծննդոց գրքի 29-րդ գլխի 34-րդ համարում ենք կարդում այս մասին, երբ որ Հակոբ նահապետը եւ Լիան ունեցան զավակ, Լիան երրորդ զավակը պարգևեց, երրորդ որդին ծնեց Հակոբի համար, որի անուն դրեցին Ղևի, եւ ասում է սրա համար ուրեմն դրեցի Ղևի, որովհետեւ իմ ամուսինը ինձ կմիավորվի, ինձ կմիանա։ Ղևի նշանակում է միանալ, միավորվել, կպչել նույնիսկ։ Մատթեոս անունը արդեն նշանակում է Աստուծո պարգև կամ շնորհ եւ հունականացված տարբերակն է եբրայերեն Մատթայի կամ Մատթայի անվան, որ նորից եմ ասում, նշանակում է Աստուծո ընծա կամ պարգև։
Մաքսավորները ովքեր էին։ Ուրեմն Ղևին նույն այս Մատթեոսն է, որ մասնագիտության մաքսավոր է։ Եթե այսօրվա իրականությանը դառնանք, հարկային դաշտի գործիչներն են, աշխատակիցներն են։ Բայց ի տարբերություն այսօրվա մաքսավոր ծառայության աշխատակիցների, այն ժամանակվա մաքսավորները կամ հարկային դաշտի աշխատակիցները չէին աշխատում իրենց երկրի համար, այլ մաքսը հավաքում էին առաջնահերթ իրենց վրա գերիշխանություն հաստատած Հռոմի կայսրության համար։ Ուրեմն առաջին պատճառը, որով մաքսավորները ատելի, մերժված, անընդունելի, ուրեմն մարդիկ էին հրեական միջավայրում, այն էր, որ իրենք հրեաներից փողերը հավաքում էին հարկի տեսքով եւ ուղարկում էին Հռոմ։ Եվ հավաքողները հրեա էին ազգությամբ, հռոմեացիներ չէին նշանակված մաքսավորներ։ Երկու հիմնական տեսակի, ուրեմն մաքսեր կային, մեծ եւ փոքրեր, մեծերը հիմնականում դրանք մարդու, շնչի, հողի հիմնական հարկերն էին, փոքր հարկերը ավելի ճանապարհային հարկերն էին։ Օրինակ այս Մատթեոս մաքսավորը հավանաբար անցորդներից, ովքեր որ կառքով էին գնում, ովքեր որ ձիրով էին գնում, ովքեր որ իրենց ապրանքներն էին տեղափոխում մի քաղաքից մյուսը, ինքը այս ճանապարհային հարկերը, ծախսերը, տուրքերը ստացող, հավաքող մաքսային աշխատողներ, որը որ հերիք չի հավաքում էր հրեական միջավայրից մաքսը եւ ուղարկում էր Հռոմ, որտեղ ի վերջո Հռոմ էր հասնում, երկրորդ պատճառը, որով ել ավելի ատելի էր դառնում, սովոր էր հավանաբար այս Մատթեոսը եւս, ինչպես որ ընդհանրապես բոլոր մաքսավորները, իրենց թույլ տրվածից ավելին էին հավաքում, որտեղ իրականում Հռոմը սահմանում էր կոնկրետ, ուրեմն սահմանաչափ մաքսի, հարկի եւ դրանից ավելին ինչ որ կհավաքեին մաքսավորները իրենց էր պատկանում։ Ուրեմն նախ օտարի համար էր հավաքում մաքսը եւ երկրորդ իրենց թույլատրվածից ավելին էր հավաքում։ Չմոռանանք, որ նույն Ղուկասի ավետարանում նախորդիվ մենք երբ որ խոսեցինք Հովանես Մկրտչի քարոզչության եւ իր քարոզած մկրտության մասին, երբ որ տեսանք, որ գալիս են զինվորականներ եւ մաքսավորներ, հատուկ Ղուկասը շեշտում է, որ մաքսավորները են գնացել, ինչ էր պատգամում Հովանեսը այս մաքսավորներին, ասում էր ձեզ հանձնարարվածից ավելին մի հավաքեք։ Ուրեմն այս մասնագիտությունը ունեցող մեկն էր Ղևի Մատթեոսը, որին ավետարանիչն ասում է, որ երբ որ տեսավ Հիսուս գործի վրա նստած էր, ու բառացիորեն շեշտում է նստած էր գործի վրա, որտեղ նստած պիտի այդ գրագրությունները աներ, եւ ինքն էր գրագետը, աշակերտներից բացառիկներից մեկն էր, որ գրել կարդալ, պարտադիր պիտի իմանար, հաշվարկներ պիտի աներ։ Եվ այդ է պատճառը նաև, որ իր ավետարանում, իր կողմից գրված Մատթեոսի ավետարանում թվերի հետ կապված ամենահստակ տվյալներն են այնտեղ պահված։ Ամեն ինչի առումով թվերը հստակ են Մատթեոսի ավետարանում։ Ուրեմն Ղուկասն ասում է, որ ասած արի իմ հետևից եւ սա վեր կացավ ու գնաց։ Մի պահ տպավորություն է, որ պարզապես անցնում էր կանչեց, բայց բնականաբար այդպես չէ։ Որպեսզի մեկը դառնար հարկային մասնագետ, մաքսավոր, երկար ճանապարհ ուներ անցնելու։ Տարբեր մրցույթների միջով պիտի անցներ, ծանոթ բարեկամ պիտի խառներ։ Ինչպես որ շատ անգամ նաև մեր իրականության մեջ մենք գիտենք։ Եվ դա մեծ գումար աշխատելու, վաստակելու հնարավորություն ու աղբյուր էր։ Այսինքն անհնար է, որ պարզապես մի կանչով թողեր ու գնար։ Ենթադրվում է եւ եկեղեցու ավանդությունն էլ ասում է, որ Մատթեոսը նախորդիվ տարբեր առիթներ ունեցել էր Հիսուսին լսելու եւ իր քարոզչությունը, իր ուսուցումները ընկալելու, իր սրտի մեջ ամբարելու եւ հավանաբար վերջին մի դրվագն էլ նախորդ դեպքն է, երբ որ 4 հոգով անդամալույց իրենց ընկերոջը բերում են բուժման համար։ Ասում են, որ Մատթեոսը այդ դեպքին ականատես է եղել եւ սա է պատճառը, կամ լսել է եւ սա է պատճառը, որ արդեն ամեն բան հասունացավ եւ թողեց, ամեն ինչ թողեց ավետարանիչն ասում է ու գնաց Տեր Հիսուս Քրիստոսի հետևից։ Մյուս իրավիճակը, որ մեզ ներկայացնում է եւ որ պակաս զարմանքի եւ հետաքրքրության առարկա չէ, այն է, որ այս Մատթեոսը, մաքսավորը, Ղևին մեծ ընդունելություն է կազմակերպում, այսինքն մեծ խնջույք է կազմակերպում Տեր Հիսուս Քրիստոսի պատվին։ Ենթադրաբար նախ իր որոշման մասին իր կոլեգաներին, մաքսավոր եղբայրներին եւ շատ ուրիշներին տեղեկացնելու համար, որովհետեւ այս մարդը իր ամբողջ կյանքը փոխում էր։ Սա դժվար է պատկերացնել։ Այսօրվա ընթերցողը, այսօրվա մարդը, երբ որ սա կարդում է, տեքստ է, եկավ, կանչեց, թողեց, գնաց, այդպես չի։
Այս մարդն իր ամբողջ կյանքի գործը, որով ինքը ապրում էր եւ շատ լավ էր ապրում, անկախ նրանից, որ իրան չէին սիրում, պարսավում էին, չգիտեմ, քշված էր, բայց մի խոսքով ինքը այս գործի մեջ էր, իր ամբողջ կյանքը սրա մեջ էր, եւ հիմա պիտի թողներ, եւ եթե մաքսավորությամբ չզբաղվեր, ինքը ուրիշ ոչ մի անելիք չուներ, այդ հասարակության մեջ ինքը ընդունված չէր առհասարակ։ Եվ ինչ պիտի աներ, հիմա գնում է Տեր Հիսուս Քրիստոսի հետևից, այս մարդու կյանքում մեծ փոփոխություն է, եւ սրա մասին ուզում է հայտնել իր եղբայրներին ու շատ բարեկամների, ուրիշների, ինչպես որ ավետարանիչն է ասում։ Մյուս պատճառը տոնական այսպես խնջույք կազմակերպելու, ընդունելություն կազմակերպելու համար, մյուս պատճառը հավանաբար այն էր, որ Մատթեոսը Տեր Հիսուս Քրիստոսի մասին ուզում էր, որ իր գոլեգաները, այլ մաքսավորներ եւ իրեն շրջապատող իր ընկերներն ու բարեկամները եւս իմանային։ Այսինքն ոչ միայն իր կյանքում կայացված կարևոր որոշման մասին իմանային, այլ նաև ճանաչեին, առիթ ունենային Տեր Հիսուս Քրիստոսին տեսնելու, որովհետև հավանաբար այլ առիթներ շատ չպիտի ունենային, որովհետև նորից եմ ասում, ինքը եւ իրեն շրջապատող մաքսավորները քշված էին հասարակությունից։ Հակառակ այն բանի, որ Հիսուս երբեք չխորշեց այս մարդկանց հետ շփվելուց։ Ապա տեսնում ենք փարիսեցիներին եւ օրենսգետներին, օրենքի մասնագետներին, այսպես կարող ենք ասել, մեկ այլ բառով այս օրենսգետներին, հատկապես գրաբար տեքստերում մենք ասում ենք դպիրներ։ Ուրեմն փարիսեցիները եւ դպիրները սրանք նույն կուսակցության մեջ գտնվող անձինք են։ Փարիսեցիները մի տեսակ, ինչպես որ նախորդի էլ ասել եմ, կրոնական ոստիկանության գործառույթն ունեցող ուրեմն անձինք են, ովքեր որ հասարակության մեջ բավական բարձր դիրք ունեն, բավական հարուստ են եւ իրենց պարտավորությունն է հետեւել, թե ովքեր են օրենքը պահում եւ ովքեր են օրենքի տառը խախտում, որովհետեւ իրենց ընկալմամբ, իրենց փրկության միակ ճանապարհը օրենքը բառացիորեն, տառացիորեն պահելն ու սեփական կյանքում, անհատական կյանքում եւ հասարակական կյանքում կյանքի կոչելն էր, իրագործելն էր։ Օրենսգետները կամ դպիրները այն մասնագետներն էին բառացիորեն, ում աշխատանքը, ում անելիքը օրնիբուն գիշեր-ցերեկ օրենքը ուսումնասիրելն ու օրենքը մեկնաբանելն էր։ Փարիսեցիները, որոնք հետևում էին օրենքի գործադրմանը, նայում էին, թե ինչպես են այդ օրենքը մեկնաբանում եւ բացատրում դպիրները կամ օրենսգետները։ Եվ ահա այս երկուսը, որ ընդհանուր մեկ խմբի մաս են կազմում, փարիսեցիներն ու դպիրները, օրենսգետները տրտնջում են, թե ինչու են մաքսավորների եւ մեղավորների հետ ուտում եւ խմում։ Ուրեմն մաքսավորները իրենց համար մեղավոր մարդիկ էին։ Եվ մնացած մեղավորներն էլ բնականաբար, եթե հայտնի տարբեր ուրեմն մեղքեր ունեին, անընդունելի էին այս մարդկանց համար։ Անկախ նրանից, որ իրենցից շատերը եւս ոչ պակաս մեղավոր են իրենց կյանքում։ Մենք կարող ենք հիշել մեկ այլ դրվագ փարիսեցու եւ մաքսավորի մասնակցությամբ, որոնք բարձրացել էին տաճար աղոթելու, որի մասին Ղուկաս ավետարանիչն է խոսում։ Դեռ սրա մասին կխոսենք, բայց հստակ է, որ փարիսեցիները մաքսավոր ասելիս հասկանում են մեղավոր եւ մերժված մարդկանց։ Ուրեմն հարցին պատասխանում է Տեր Հիսուս Քրիստոս եւ պատահական չէ, որ ասում են ինչու եք նրանց հետ ուտում եւ խմում։ Շեշտադրումը ել ավելի է թեժացնում իրավիճակը, որ պարզապես ուտելու հարց չի, պարզապես մի կտոր հաց կիսելու հարց չի եւ հրեական միջավայրում, որտեղ որ հաց դնելը, տանը որևէ մեկին ընդունելը, հյուրասիրելը, հացի սեղանի շուրջ տեղ տալը նշանակում էր դիմացինին ընդունել, հարգել, պատվել, մեծարել, նրան գաղափարակից լինել, ուրեմն այս ամբողջը հաշվի առնելով փարիսեցիներն ասում են, եթե դուք իրենց հետ հաց եք ուտում եւ խմում եք, ուտում ու խմում եք, ուրեմն դուք էլ իրենց պես մեկն եք, շեշտելով, որ նրանք մեղավոր են։ Եվ ահա այստեղ որ Քրիստոս պատասխանում է մինչ այսօր ամեն տեղ անդադար խոսվող, քարոզվող, հռչակվող, շատ բարձրաձայնվող, բայց քիչ կյանքի կոչվող պարզ պատասխանով Քրիստոս ասում է առողջներին բժիշկ պետք չէ։ Հիվանդների համար է բժիշկը։ Եվ ես չեմ եկել արդարներին, անմեղներին կանչելու։ Արդարները բոլոր նրանք են, ովքեր օրենքը պահում էին։ Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին ապաշխարության համար։ Եթե դառնանք այսօրվա մեր կյանքին քրիստոնեական, եկեղեցու օրինակից կարող եմ ձեզ հետ կիսվել եւ շատերը կարող են վկայել այս մասին, որ մենք սովորենք եկեղեցում փնտրելու սուրբերի։ Մենք ուզում ենք եկեղեցական համայնքներում փնտրել մարդկանց, ովքեր մեղքեր չունեն, ամենաազնիվն են, մաքուրն են, արդարն են, առաքինի կյանքով ապրող մարդիկ են, շատ լավ է։ Բնական է, որ այս մղումը կա, բայց նաև պիտի հիշենք, որ եկեղեցին
մաքրվելու վայրն է։ Եկեղեցին սրբվելու եւ այդ մեղքերից ազատվելու վայրն է։ Նույն հաղորդության մասով մենք շատ անգամ չափազանց պատասխանատու կերպով փորձելով մոտենալ հաղորդությանը անդադ մեզ զրկում ենք, ասում ենք, որ չէ, դեռ պատրաստ չենք, այն մաքրությունը չունենք, այն սրբությանը չենք հասել, չենք խոստովանել այս մեղքերը, մյուսից չենք հեռացել, ինչպես մոտենանք, բայց մոռանում ենք պարզ մի բանաձև, որը արտասանում է քահանան, երբ հաղորդությունը տալիս է։ Ինչ է ասում քահանան։ Ասում է, սա եղեցի քեզ ի քավություն եւ ի թողություն մեղածքուց։ Չի ասում, քանի որ դու արդեն սրբվել եւ մաքրվել ես այն աստիճան, որ արժանի ես ընդունելու հաղորդությունը, տալիս եմ սա քեզ։ Ոչ, ասում է, թող սա քեզ լինի ի քավություն եւ ի թողություն։ Թող լինի քավության եւ թողության համար, քո գործած մեղքերի քավության եւ թողության համար։ Անշուշտ, կարևոր, շատ կարևոր մի հանգամանք, որ երբեք չպիտի մեր մտքից հանենք, այն է, որ երբ որ ասում ենք եկեղեցին մեղավորների ապաստարանն է կամ վայրն է, որտեղ մենք կարող ենք մաքրվել, եւ որտեղ որ մեղավորները տեղ ունեն, սա չի նշանակում, որ մեղավորը, որը գիտի իր մեղավորության մասին, եւ համառորեն շարունակում է մնալ այդ մեղքի մեջ եւ համարում է, որ ճիշտ է իր արածը, տեղ պիտի ունենա եկեղեցում։ Ոչ, այս դեպքում ոչ։ Այս դեպքում եկեղեցին այդ մարդուն ասում է, որ դու կամ պիտի հրաժարվես քո մեղքից, կամ պիտի հռչակես, որ դու պայքար ես մղում քո մեղքի դեմ եւ ընդունում ես, որ դա սխալ է, կամ դու եկեղեցում տեղ չունես։ Ուրեմն այս է պատճառը, որ Քրիստոս ասում է, ես կանչում եմ ոչ թե արդարներին, այլ մեղավորներին, եւ այստեղ վերջակետ չի դրվում ավետարանում, ասում է կանչում եմ ապաշխարության։ Ուրեմն բոլոր նրանք, ովքեր որ այո մեղքի մեջ են, ովքեր որ այո սխալներ, հանցանքներ ունեն եւ եկեղեցում մեջ են, իրենք տեղ ունեն այդ եկեղեցում այնքան ժամանակ, որքան ժամանակ իրենք ընդունում են, որ մեղավոր են եւ պայքար են մղում մեղքերի դեմ։ Ով է ասում, որ որևէ մեկը կատարելապես կարող է ձերբազատվել բոլոր թերություններից, մեղքերից ու արատներից իր կյանքում։ Դժվար է պատկերացնել այսպիսի մեկին։ Չեմ ուզում կատարելապես բացառել, բայց դժվար է պատկերացնել մեկին, որ բացարձակ սրբության է հասել այս աշխարհում, այս կյանքում։ Եվ վերջապես ուրիշների մեղավոր կամ արդար լինելուն հետևելուց առաջ մեկը լինի մեզ հարցնի. մենք արդյոք իսկապես մաքրվել, արդարացած եւ անմեղ կերպով ենք մոտենում հաղորդությանը կամ մաս կազմում եկեղեցուն, թե ոչ, ուրիշներին նայելուց առաջ ինքներս մեզ կարող ենք նայել։ Շարունակության մեջ Ղուկաս ավետարանիչը 33-րդից 39-րդ համարների մեջ խոսում է ծոմապահության վերաբերյալ վեճի մասին եւ ասում է նրանցից ոմանք մյուս համատեսներից Մատթեոսը կարծես թե նրանցից ոմանք ասելու փոխարեն ասում է բառացիորեն ասում է Հովանեսի աշակերտները, բայց այստեղ Ղուկասը ասում է նրանցից ոմանք, որովհետեւ հավանաբար Հովանեսի աշակերտների հետ այլոք եւս այդ նույն հարցն ունեն։ Հարցնում են, ասում են իսկ ինչու Հովանեսի աշակերտները եւ Փարիսեցիների աշակերտները հաճախ ծոմ են պահում եւ աղոթում են, իսկ քո աշակերտները ուտում են եւ խմում։ Նորից այս նույն բանաձևումն է, ուտում են եւ խմում, ուրեմն հունարենի մեջ, եբրայերենի մեջ սա շեշտող եւ ավելի ուրեմն կարծես թե վառ ներկայացնող արտահայտչաձև է, որ ամեն ինչով կարծես թե այս աշխարհի կյանքի մաս են կազմում այդ Մատթեոսի նման մաքսավորների եւ մեղավորների հետ հաց են կիսում եւ ուտում են եւ խմում են, նրանցից մեկն են իրենք էլ։ Եվ այս հարցին ի պատասխան Քրիստոս պատասխանում է եւ ասում է, որ ինչպես կարող եք հարսանքավորներին համոզել կամ հրամայել, որ իրենք ծոմ պահեն, քանի դեռ փեսան իրենց հետ է։ Իսկ կգան օրեր, երբ որ փեսան իրենցից կվերցվի եւ նրանք այդ օրերին ծոմ կպահեն։ Եվ այստեղ հետաքրքիր է, որ վեճը ծոմի մասին է մի երևույթ, որ մենք տեսնում ենք 5 տակարանում եւ իրականում բառացիորեն ծոմ պահելու հրահանգ մեկ օրվա համար կա։ Եթե կարդանք Ղևտացիների գրքի 19-րդ, 23-րդ գլուխները, ապա սրա արձագանքը թվոց գրքում, պիտի տեսնենք, որ ընդամենը մեկ օր կար, որ հրահանգված էր ծոմ պահել, եւ դա քավության
օրն էր։ Այսինքն ամբողջ տարվա կտրվածքով մեկ օր կար, որ պետք է ծոմ պահեին, սա պարտադիր էր։ Իսկ ինչ էին անում, այսպես ասենք, պարտաճանաչ, գերազանցիկ հрьяաները կրոնական իմաստով, շաբաթվա մեջ 2 անգամ ծոմ էին պահում։ Նորից հիշենք Մաքսավոր եւ Փարիսեցի հանդիպումը տաճարի մեջ։ Փարիսեցին այնտեղ ինքն իրեն երբ որ խոսում է Աստծո առջև կանգնած, ասում է՝ «Է շաբաթական 2 անգամ ծոմ են պահում»։ Ուրեմն Երկուշաբթի եւ Հինգշաբթի օրերը պարտադիր ծոմ էին պահում։ Ինչու Երկուշաբթի եւ Հինգշաբթի։ Հրեական ավանդությունն ասում է, որ կարծում էին, թե այդպես խոսակցություն կար, որ Մովսեսը Երկուշաբթի եւ Հինգշաբթի օրերը բարձրացավ Սինալեր եւ իջավ։ Ուրեմն Երկուշաբթի բարձրացավ, Հինգշաբթի իջավ, այդ էր պատճառը, որ այս օրերը ծոմ էին պահվում։ Սա բայց ավանդությունը, որ որևէ կերպ ապացուցել հնարավոր չէ։ Բայց հետաքրքրական մի հանգամանք կա, որ հենց Երկուշաբթի եւ Հինգշաբթի օրերին շուկան էր գործում։ Այսինքն այս մարդիկ ծոմ էին պահում այն օրերին, երբ որ մեծ բազմություն կար, որ կարող էր հանդիսատես դառնալ իրենց ծոմապահությանը։ Եվ ինչպես էին ծոմ պահում, ոչ միայն հրաժարվում էին ուտելիքից, ըմպելիքից, սովորաբար միայն ուտելիքից պիտի հրաժարվեին, բայց նաև ըմպելիքից էին հրաժարվում, բայց նաև սպիտակեցնում էին իրենց երեսները հատուկ փոշիներով, որպեսզի ցույց տան, թե որքան գունատ, դժգույն եւ տխուր են իրենք, ցավի մեջ են։ Մազերը երբեք չէին հարդարում, շորերը պատառոտված, նստում էին մոխրի վրա, ցույց տալու ամբողջ բեմականացում էր, ցույց տալու թե որքան են իրենք ուրեմն հոգևոր սխրանքի մեջ, որքան են հեռացած այս աշխարհի հաճույքներից, վայելքներից եւ որքան են մոտեցած Աստծուն իրենց մեղքերից հեռանալով։ Ուրեմն այս ամբողջը ցուցադրություն էր։ Այն դեպքում, երբ որ օրենքը, որի տառը իրենք պահելու պարտավորությունն էին, ընդհանրապես ասում էր 1 օր կավության օրը պետք է պահել ծոմ։ Ուրեմն իրենք պահում էին եւ նաեւ զարմանում էին ու արհամարանքով էին նայում բոլոր նրանց, ովքեր այդ օրերին ծոմ չէին պահում։ Եվ հիմա երբ որ Քրիստոսին հարցնում են, Քրիստոս ասում է՝ լավ, ենթադրենք ձեր այդ ծոմապահությունը պետք է, մի բանի պիտանի է, բայց ինչպես եք պատկերացնում հարսանիքի եկած մարդիկ, ովքեր քեֆ ուրախության մեջ են, ինչպես իրենք կարող են ծոմ պահել։ Եվ այստեղ մարգարեանում է Քրիստոս իր մասին, որովհետև Փեսան ըստ եկեղեցական ավանդության, մեկնաբանության Սուրբ Գրքի մեր հայրերի կողմից արված Փեսան Քրիստոս ինքն է։ Եվ այս է պատճառը, որ քանի դեռ ես իրենց հետ եմ, Քրիստոս ասում է, որ իրենք ծոմ պահելու կարիք չունեն։ Դուք անդադ շեշտում եք, որ Հովանեսի աշակերտները եւ Փարիսեցիների աշակերտները ծոմ են ու շեշտում է հաճախ ծոմ են պահում ու աղոթում, իսկ քո աշակերտները ոչ։ Իմ աշակերտները ինձ ունեն իրենց մեջ, եւ երբ որ Փեսան կվերցվի իրենցից, այո, իրենք էլ ծոմ կպահեն։ Այդ է պատճառը, որ հետագա դարերում եկեղեցին հաստատեց չորեքշաբթի եւ ուրբաթ օրերի պահքը, որը չի ընդհանրում ծոմապահություն եւ ազատ են մարդիկ, կարող են պահել կամ չպահել, բայց երբևէ ոչ պահքը եւ ոչ ծոմը ինքնանպատակ կամ պարզապես ցուցադրաբար անելու համար չպիտի լինեն։ Ծոմը կամ պահեցողությունը ներքին, ուրեմն մաքրման, հզորացման խնդիրներից, մեղքերից ու կախվածություններից հատկապես ազատվելու միջոց պիտի լինի։ Աշխարհը, մարմինը, ֆիզիկականը, նյութական ամեն բան մի կողմ թողնելով ավելի հոգևորին, ավելի աստվածայինին մոտենալու առիթ եւ միջոց պիտի լինի։ Եթե այս նպատակը չկա ծոմ կամ պահք պահելու մեջ, ուրեմն անիմաստ է եւ այդ ծոմը եւ այդ պահքը։ Եվ շարունակելով Քրիստոս, երբ որ այս Փեսայի օրինակն է բերում, հարսանիքի օրինակն է բերում, իրենց մի առակ է պատմում, առակատիպ մի օրինակ է բերում, ավելի ճիշտ 2 օրինակներ է բերում, ավետարանիչն ասում է մի առակ ասած նրանց, եւ ասում է ոչ ոք չի վերցնի եւ հին մաշված ձորձի վրա, մաշված մի կտորի վրա նոր զգեստի կտոր չի դնի, իբրև կարկատան չի դնի, որովհետեւ եւ նոր կտորը կպատրվի փաստորեն եւ նոր կտորը չի հարմարվի հին ձորձի վրա։ Եվ շարունակում է մեկ այլ ավելի հետաքրքիր օրինակ բերելով։ Սրանք իրենց կենցաղից օրինակներ են, որոնք որ շատ հայտնի եւ շատ ծանոթ էին։ Կենցաղային օրինակներ են։ Այո, մեր մայրիկներն ու տատիկներն էլ կարկատան արել են, մենք դեռ այն սերունդն ենք, որոնք հիշում են, թե ինչ է նշանակում կարկատած տաբատ հագնելը եւ դրանից չեն կամաչում։ Բայց փոխարենը գիտենք, թե ինչ է կարկատանը, որտեղ շատերին եթե հարցնես, միգուցե չիմանան նույնիսկ ինչ է կարկատելը։ Մյուս օրինակը, որ Քրիստոս բերում է հաջորդիվ, վերաբերում է գինուն եւ տիկերին։ Եվ ասում է ոչ ոք նոր գինին հին տիկերի մեջ չի լցնի,
որովհետև նոր գինին կպայթեցնի հին տիկերը, գինին կթափվի եւ տիկերն էլ կփչանան։ Այլ նոր գինին նոր տիկերի մեջ կլցնեն եւ ինչպես որ միայն մեր թարգմանության մեջ է պահվում, ասվում է եւ երկուսն էլ կպահպանվեն, չի փչանա։ Եվ վերջում մի հետաքրքիր հայտարարությամբ է ավարտում Ղուկաս ավետարանիչը այս դրվագը, որին քիչ հետո կանադառնանք։ Գալով օրինակներին։ Կտորը, որ նոր զգեստից է վերցված, ավելի ամուր է, ավելի ձիգ է, ձորձը, որ մաշված կտոր է, թույլ է։ Սրա վրա եթե կարկատան անես, չի պահվելու, կարերը չեն պահելու, կպոկվի, որովհետև արդեն իսկ քայքայված է, այս նոր կտորի զորությանը, այս հին կտորը չի դիմանալու։ Եվ եթե հինն ու նորը փորձենք համակցել, երկուսն էլ կորչելու են։ Սա որ հին էր արդեն դեմն է տուլը, բայց այն նոր կտորից պոկվածը, ուրեմն իզուր է այնտեղ կտոր, առանձնացվել, իզուր է պատրվել, եւ այս ոչ մի նպատակ էլ չի ծառայելու այս կարկատան կոչվածը։ Նույնը նաեւ տիկերի եւ գինու օրինակն է։ Մենք երբ որ տիկ ասում ենք, պետք է շատ լավ հասկանանք, որ խոսքը կենթանու կաշվից պատրաստված տարայի մասին է։ Տակառներ կամ կարասներ չէին սրանք։ Տիկը այծի մորթուց պատրաստված, ներսի հատվածը կաշվից, դրսից շատ հաճախ հենց մորթու հատվածը պահպանված, փոքր պայուսակատիպ տարաներ էին, տիկեր էին բառացիորեն, որոնք եթե նոր էին, իրենք շատ ավելի, ուրեմն առանցքականությունը պահած էին իրենց, էլաստիկ էին, ճկուն էին։ Եվ երբ որ նոր գինին լցնում ես այս տիկերի մեջ, գինին, որ դեռևս եռում է, վերջնական չի նստել, չի հանգստացել, պարզ է, որ գազեր պիտի առաջացնի իր մեջ, եւ եթե այս տիկը հին է, չորացած է, այլևս ոչ մի ճկունություն չունի, պիտի պայթի։ Սա է պատճառը, որ նոր գինին միայն նոր տիկերի մեջ պիտի լցնեն։ Եթե հին տիկի մեջ լցնեիր, այդ գինին էլ էր փչանալու, թափվելու էր, տիկն էլ պայթելու էր։ Այնինչ այդ հին տիկի մեջ կարելի էր հին գինի պահել եւ երիկ կիրառել, իսկ նոր գինին լցնել նոր տիկերի մեջ։ Օրինակը, այս երկու օրինակն էլ Քրիստոս բերում է հрьяաների կենցաղից եւ նրանք շատ լավ հասկանում էին ինչի մասին է խոսքը։ Բայց մեծ հաշվով Քրիստոս խոսում է հետեւյալի մասին, ոչ թե պարզ օրինակներն է կարևոր հասկանալ, այլ Քրիստոս ուզում էր իրենց հասկացնել, որ նայեցեք, դուք ձեր պատկերացրած ավանդությունները, ծեսերը, օրենքները պահելու մասին ինչ որ գիտեք, դա հին կտորն է, դրանք հին տիկերն են։ Ինչ որ ես եմ հիմա եկել ձեզ քարոզելու, ուսուցանելու, սա նոր վարդապետությունն է, սա նոր գինին է, սա նոր կտորն է, որը եթե դուք տանելու եք, փորձեք ձեր հին մտածողության վրա կարկատել, այնտեղ լցնել ձեր հին մտածողության տիկերի մեջ տեղավորել, չի ստացվելու, պայթելու է, որովհետև այս նորի զորությունը դուք չունեք, այնտեղ մաշված է ամեն բան եւ կորցրած է իր ճկունությունը։ Սա է պատճառը, որ Քրիստոս ուզում է հասկացնել, թե իր վարդապետությունը, իր ուսուցումը ընդունելու համար նոր մարդ պետք է դառնալ, պետք է փոխվել, մտածողությունը պիտի փոխել։ Եվ ինչպես որ նախորդիվ է ասում, ինքը կանչում է ապաշխարության, կանչում է մտքի փոփոխության։ Ուրեմն հрьяաների համար այս երկու օրինակն էլ ամբողջությամբ տալիս են իրենց պատասխանը այն հարցին, թե ինչու են Քրիստոսի աշակերտները ուտում եւ խմում մեղավորների ու մաքսավորների հետ։ Գալով մեր իրականություն, մեր կյանքի, իբրև այսօրվա քրիստոնյաներ, որտեղ այն ժամանակվա մարդու համար շատ լավ հասկացանք նպատակն ինչ է։ Մեր իրականության մեջ այս օրինակները լավագույնս կենթանություն են առնում, երբ որ մենք մտածում ենք մարդու մասին, որ քրիստոնյա է դարձել եւ չի փոխվել։ Հիմա երբ որ ասում եմ քրիստոնյա է դարձել եւ չի փոխվել, արդեն տարօրինակ է հնչում սա, որովհետեւ ինչպես կարող է մեկը դառնալ քրիստոնյա եւ չփոխվել։ Չի համապատասխանում։ Բայց մենք շատ շատերին պիտի տեսնենք, ովքեր որ գալիս են, մկրտվում են, պարզապես որովհետեւ ավանդաբար եկել է այս կարգը, պիտի արվի, դառնում են քրիստոնյա, մեծ հաշվով մկրտվում են քրիստոնյա դառնալու։ Անշուշտ շատերը մկրտվում են պսակից անմիջապես առաջ, որովհետև պիտի պսակվեն, որովհետև մկրտված չեն, վկայականը չունեն, բայց բոլոր այդ դեպքերում ես միշտ իրենց ասում եմ նայեցեք, գիտեք, որ կարող է 5 րոպեից աշխարհի վախճանը գալ, քրիստոնեական վարդապետությունն ասում է, որ մենք չգիտենք երբ է աշխարհի վերջը լինելու, հետևաբար ես ձեզ չեմ մկրտում պսակելու համար։ Ես ձեզ մկրտում եմ քրիստոնյա դարձնելու, Սուրբ Հոգու տաճար դարձնելու, հայրասուն որդեգիր դարձնելու, Քրիստոսին ժառանգակից դարձնելու համար։ Ուրեմն այս բոլոր հանգամանքները շատ լավ գիտենք, բայց
ինքներս նաև այդ օրինակները գիտենք, որ մարդը մկրտվում է, բայց նաև նույն կյանքով է ինքը ապրում։ Իր վարքի, բարքի, իր ապրած կյանքի մեջ փոփոխություն չկա։ Այստեղ է, որ Քրիստոս ասում է, եթե դուք ընդունում եք քրիստոնեությունը, դուք գալիս եք եկեղեցի, ուզում եք մաս դառնալ քրիստոնեական կյանքի, դուք չեք կարող նույնը մնալ։ Դուք չեք կարող հինը մնալ ձեր մտածողությամբ, ապրածով, վարքով, բարքով, ամեն ինչով։ Պիտի փոխվեք։ Այստեղ է հարցը, որ արդյոք մենք այդ փոփոխությունը իրապես տեսնում ենք, թե ոչ։ Եվ վերջին հատվածը այսօրվա ընթերցումի մեջ 39-րդ համարում պահված Ղուկաս ավետարանիչն ասում է, որ Քրիստոսի բերանով է ասում, հա, ոչ ոք հինը ըմպելով նորը կուզենա, որովհետև կասի, որ հինը ավելի լավն է։ Ուրեմն մի պահ հարց է առաջանում, թե ինչու է այս բանը ասում Քրիստոս։ Ուրեմն բոլոր նրանք, ովքեր որ հին գինին կխմեն, կմպեն, չեն ուզենա նորը, որովհետև կասեն, որ հինը ավելի լավն է։ Անշուշտ գինի ուրեմն խմողները շատ լավ գիտեն, որ հին գինին ավելի լավն է, քան նորը։ Իր որակական հատկանիշներով, իր համային հատկանիշներով, ամեն ինչով հին գինին իր արժեքն ունի։ Բայց այստեղ Քրիստոս մի նպատակ ունի այս հայտարարությունը անելով, որ նայեցեք, ձեր մեջ հիմա շատերը կան, ովքեր իրենց նախնիներից ունեցած ժառանգությունը, կրոնական պատկերացումները, որ ծոմ պետք է 2 օր պահել, մեղավորներն ու մաքսավորները մեր հետ գործ չունեն, մենք միայն արդարների հետ պիտի շփվենք։ Այս բոլոր ինչ որ կա ձեր մտածողության մեջ, որ հինն է, որ ձեզ համար լավն է, Քրիստոս ասում է, որ ես հասկանում եմ, ովքեր դրա մեջ են, եւ սա գիտեն, որ լավ, որտեվ այն էլ ամբողջությամբ մերժելի չի, այդ օրենքներն էլ հենց այնպես չէին տրվել իրենց։ Հիմա ինչ որ ես եկել եմ եւ որպես նոր գինի եմ տալիս, դուք պիտի ասեք, որ այս հին գինին լավն է, մեզ նորը պետք չէ։ Քրիստոս ասում է, ես սա հասկանում եմ, բայց նաեւ ինչ որտեղ մտածելու առիթ է տալիս, որ ախր այս նոր գինին եւս ինքը օրերից մի օր դառնալու է հին գինի, ինքը միշտ նոր չի մնալու եւ ունենալու է էլի նույն արժեքը, ինչ որ դուք ունեք, ինչ որ դուք տեսել եք հին գինին ըմպելիս։ Ուրեմն հավանաբար այս է պատճառը, որ Քրիստոս այս օրինակը բերում է եւ նաեւ ինչ որտեղ փորձում է ցույց տալ, որ բոլոր նրանք, ովքեր որ հնին սովոր են, հասկանալի է, որ դժվար պիտի լինի անցումը նոր գինուն, որովհետև իրենք այնտեղ արդեն իրենց գտել են, իրենց սովորական, իրենց ընտանի է դարձել այն վիճակը, որի մեջ որ գտնվել են։